Հարցեր Տիկին Գրիգորյանի կամ մեր գործընկերներին, խնդրեմ Տիկին Գրիգորյան։ Տիկին Գրիգորյան, տեսեք դուք նախագծի ընդունման անհրաժեշտությունը երբ որ նշեցիք, դուք նշեցիք, որ անհրաժեշտությունը բխում է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությունը ներդաշնակելու անհրաժեշտությամբ։ Եվ սա հիմնավորման մեջ էր ամրագրված եւ դուք ձեր բանավոր խոսքում նորից այդ ամեն ինչը կրկնեցիք։ Բայց մենք բոլորս գիտենք, որ մայիսի 28-29-ին Աստանայում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, որտեղ մայիսի 29-ին ըստ հայտարարությունների պետք է քննարկվի այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը, ասել է թե կսառեցվի եւ այլն։ Այսինքն մենք ինչու ենք այսօր գնում ԵԱՏՄ պահանջները կատարելուն, եթե մենք ինքներս դեռ հստակ չենք բարձրաձայնել, եթե մենք հստակ դեռ չգիտենք, մենք մնում ենք ԵԱՏՄ-ում, թե չենք մնում, թե գիտենք, որ մնում ենք, դրա համար էլ այսպես միարժեքորեն այս օրենքի փոփոխությունը բերում ենք, ես ուզում եմ դա մի հատ հիմնավորեք, որովհետև դուք ձեր տեսակետը, կառավարության տեսակետը ասեք, որովհետև դուք եք կառավարության ներկայացուցիչ այս հարցի, եւ հաջորդ հարցս դեղապահովման ծրագրի մասին է։ Մենք շատ լավ գիտենք, որ առողջության ապահովագրության ծախսերը հոգալու համար, առաջին երամսյակի պակասորդը լրացնելու համար մենք 2.9 միլիարդ դրամ ենք ավելացրել, որից 2.5 միլիարդ դրամը պահուստային ֆոնդից, մնացած 400,000-ը, 300,000-ը հանրային առողջության պահպանման եւ 100 միլիոնը դեղապահովման ծրագրերից եւ այսօր արդեն բյուջեի այդ փոփոխությունների արդյունքում մենք 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում դեղապահովման ծրագրում ունենք 0 նախատեսված դրամ։ Ինչ եք մտածում ինչպես ենք մենք ապահովելու այս ծրագրերի իրականացումը, եթե արդեն առաջի եռամսյակի համար մենք 3-րդ եւ 4-րդ եռամսյակների դեղապահովման ծրագրերի գումարը, հատկացած գումարը դարձրել ենք 0 դրամ։ Հիմա ես չգիտեմ պատկերը ինչպիսին է, դեռ չի ներկայացվել երկրորդ եռամսյակի արդյունքներով եւ ինչ կառավարությունը կամ հատկապես նախարարությունը ինչ է նախատեսում այս 0 դրամը ինչով փոխարինելու վերաբերյալ։ Շնորհակալություն ձեր հարցերի համար, Տիկին Գյուրեղյան։ Առաջի հարցի վերաբերյալ դուք ասացիք, որ հավանաբար 29-ին կքննարկվի մնալ թե չմնալը, դա ասեմ, որ իմ իրավասությունից եւ նախարարության իրավասությունից այս պահին դուրս է եւ ինչպես նաեւ այս օրենքի, սակայն նույնիսկ ինչ որոշում էր որ կայացվի, որոշակի ժամանակ է պետք այդ ամենը իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ գործընթացը պետք է անխափան շարունակվի։ Նկատի ունենք դեղերի մատակարարման, դեղերի ներմուծման եւ հիվանդների սպասարկման հետ կապված։ Դրա համար բոլոր դեպքերում տվյալ պահին այս օրենքը ճիշտ է, կետերից մեկը ԵԱՏՄ-ին հարմարեցնելն է, բայց որպեսզի մենք անխափան այդ մեր գործունեությունը կարողանանք ապահովել, մենք այս փոփոխությունները իրականացնում ենք ուղղակի ավելի որակյալ բուժ սպասարկում տրամադրելու համար։ Իսկ հետագայում ինչպես կորոշվի, դա արդեն ըստ դրա պետք է ամեն ինչը հարմարացնենք։ Հաջորդ հարցը ճիշտ ասած ասեմ, որ դա ոնց որ այս օրենքի մեջ չի այս պահին, այսինքն այս մեր քննարկման թեմայից մի քիչ դուրս է, եթե իմ գործընկերները որոշակի վերլուծություն ունեն կամ կարող են պատասխանել, եթե չէ մենք միգուցե ձեզ կարողանանք հետագայում, որովհետև այս պահին մենք ոնց որ այս կոնկրետ օրենքի հետ կապված փոփոխություններն են քննարկում, բայց ապահովագրության հետ կապված ծախսերը ոնց որ չեր մտնում մեր այսօրվա օրակարգի մեջ։ Շնորհակալություն։ Ասելի գործընկերների կողմից հարցի վերաբերյալ թե ձեր առաջարկած երկրորդ տարբերակում Արձագանքս է դեպքում։ արձագանք եք։ Տիկին Գրիգորյան, ուղղակի ուզում եմ ասեմ, որ կենտրոնացված կարգով ձեռբերվող դեղերի մասով բյուջեն ոնց կա հաստատված, այդպես էլ մնացել է բավականին ավելացումով 2026 թվականին նախորդ 12-10 հիվանդություններով, այսօր մենք ապահովում ենք 21 հիվանդություն ամբողջությամբ 100% ապահովումով, դրա մասով որևէ մի բան չի փոխվել եւ դրանից որևէ նվազեցում չի կատարվել, իսկ ապահովության մասով չեմ կարող պատասխանել։
արձագանքս նախ ասեմ, որ երբ որ 2.9 միլիարդը տրամադրվեց, հա, լրացուցիչ տրամադրվեց ապահովագրությանը, բյուջեի տողերի մեջ փոփոխություն է եղել։ Եվ ըստ այդ տողերի դեղ ապահովման ծրագրի համար 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում հիմա այս պահին 0 դրամ է։ Եթե արդեն ինչ որ ձևով լրացվել է, ես ուզում եի հասկանալ, դուք տեղյակ եք որտեղից է լրացվել, ինչ միջոցներով է լրացվել, իսկ այն որ 0 դրամ է եւ բյուջեի տողերում այսօր մեզ ներկայացված բյուջեի տողերում դրանք 0 են, դա փաստ է, ես դրա մասին էի ուզում խոսել։ Եվ Տիկին Գրիգորյան, տեսեք, դուք ասեցիք, որ ըստ էության մենք պետք է այս օրենքի փոփոխությունը անենք անկախ նրանից ԵԱՏՄ-ում ինչ որոշում կկայացվի եւ դրա իրականացում ամիսներ կտևի, դրա համար մենք անխափան շարունակելիությունը ապահովելու համար այս փոփոխություններն անում ենք։ Ես պարզապես ուզում էի հիշեցնել, որ մենք վաղուց ԵԱՏՄ-ի մեջ ենք եւ վաղուց ԵԱՏՄ-ի այդ օրենքները գործում են եւ եթե մինչեւ հիմա այդ օրենքները ու սրանք այսպես այդքան չէին հակադրվել, ինչու հենց այս պահին։ Միգուցե իսկապես դուք ինչ որ բան չգիտեք, բայց միգուցե իսկապես կառավարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու լուրջ նպատակ չունի կամ ինչ որ մի բան կա, որից մենք տեղյակ չենք։ Հասկացա, որ դուք դրա մասին տեղեկացվածություն չունեք, ես գրավոր այդ դեպքում կդիմեմ նախարարություն, շնորհակալություն։ Դուք ունեք լրացումներ շարգելի գործընկերներ։ Եթե ոչ, Տիկին Բադալյանը ունի լրացում եւ ասեմ, որ ԵԱՏՄ համաձայնագրերը պարբերաբար փոփոխության են ենթարկվում եւ այս բոլոր փոփոխությունները, որոնք նախաձեռնել են այս օրենքի շրջանակներում, դրանք այդ փոփոխության արդյունքներն են եւ քանի որ օրենքի նախագիծը մոտ մենք 6 ամիս առաջ ենք այս նախագիծը շրջանառել եւ պայմանավորված է ոչ թե 2016 թվականից հետո է արվել ու մենք չենք արել, ուղղակի այդ փոփոխությունները անընդհատ իրականացվում, մենք էլ որպեսի հետ չմնանք փոփոխենք ու մեկ էլ ուզում եմ նշեմ, որ ոչ միայն սա պայմանավորված է ԵԱՏՄ համաձայնագրերից բխող պարտավորություններից, այլ նաև մենք նաև միջազգային այլ կառույցների դեղագործական կազմակերպություններում այս փոփոխություններ են կատարվում չափորոշիչների եւ այլն, այդ փոփոխություններով ենք արդիականացնում մեր իրավական կարգավորումները։ Ուղղակի մի արձագանք, ես ուղղակի դուք միայն ԵԱՏՄ-ն եք նշել, ես դրա համար միայն ԵԱՏՄ-ին անդրադարձա։ Խնդրեմ Տիկին Բադալյան։ Լացնեմ, հա, շնորհակալություն Տիկին Գյուրեխյան, տեսեք, ինչ վերաբերում է դեղերի մատակարարմանը ապահովագրված մարդկանց, դրանք անխափան աշխատել են, անխափան իդեպ առիթից օգտվելով ուզում եմ առողջապահության նախարարությանը խնդրել, որպեսզի վերահսկողությունը մի քիչ բարձրացնի, որտեղ այն դեղերը, որոնք ապահովագրության, հա, շրջանակներում հասանելի են լինում մարդկանց, իրազեկման կարիք կա դեղատների աշխատակիցներին, որովհետև շատ դեպքերում նրանք այդ դեղերը չեն տալիս, հետո մարդիկ գնում են այլ դեղատներից, դրանք կարողանում են ձեռք բերել կամ վաճառում են, բայց փորձը ցույց է տալիս ուսումնասիրությունները, ոչ թե խարդավանք կա, այլ ուղղակի իրազեկության պակաս կամ մի քիչ դժվար է այդ ամբողջ դեղերը նայել։ Սա այս մասով։ Հիմա նայեք Տիկին Գյուրեխյան, քանի որ երկրորդ եւ երրորդ եռամսյակներում փոփոխություն այս պահին կատարվում է կախված վերլուծություններից, որոնց արդյունքներով մի հատ տեսնեն ինչն է բաց թողում եղել, որքան դեղ չի հերիքել, որքան անուն դեղեր պիտի ներգրավեն ապահովագրության համակարգ, որովհետև դրա կարիքը էլ ավելի շատ կա, հաստատ այդ 0 դրամը 0 չի մնալու։ Ուղղակի վերլուծությունների ընթացքում անընդհատ թարմացվում է թե ցանկը, թե պետբյուջեից տրամադրվող գումարները։ Սա այս հարցով, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, քանի որ ելի ապահովագրության շրջանակներում այնուամենայնիվ առողջապահության կազմակերպման, հա, մենք ներդրեցինք ապահովագրությունը եւ պիտի վերանայենք բազմաթիվ ծառայություններ, աշխատելաոճ, աշխատելակարգ, օրենքներ եւ այլն, այս իմաստով մենք անընդհատ ինչ որ խնդրի բախվելու դեպքում մի բան վերանայում ենք օրենքի որևէ կետ կամ համագործակցության կամ հուշագրի որևէ կետ, որպեսզի մեր քաղաքացիները անխափան այդ բուժ ծառայությունը ու ընդհանրապես սպասարկումը կարողանան ստանալ եւ սա առաջի դեպքը չի իհարկե որ ԵԱՏՄ-ի շրջանակներում մենք փոփոխություններ ենք անում օրենքում եւ քանի դեռ նույնիսկ եթե 1 ամիս էլ ավել մենք պիտի մնանք ԵԱՏՄ-ում կամ 10 կամ 100 տարի պիտի ավել մնանք, բայց եթե 1 ամիս էլ ավել ենք մնալու, ապա մենք մտածում ենք, որ մեր քաղաքացիները այս ընթացքում մեր որոշումներից կախված կամ քաղաքական որոշումներից կախված այնուամենայնիվ այդ ծառայությունների ստացման ընթացքում որևէ խոչընդոտ չունենան։ Ընդհանրապես սա է ընդհանուր առմամբ որպես ամփոփում, շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ ասելիքներ։ Հա։ Քանի որ Տիկին
Բադալյանը արձագանքեց, ես արձագանքեմ Տիկին Բադալյանի արձագանքին, հա։ Տիկին Բադալյանը, ես հասկանում եմ, որ իմ հարցը չէր վերաբերվում առողջության ապահովագրության շրջանակներում դեղապահովման հնարավորություններին, ես խոսում եմ ընդհանրապես դեղ ապահովման ծրագրի մասին, որի համար բյուջեում այս պահին 0 գումար են նախատեսված 3-րդ եւ 4-րդ եռամսյակներին։ Չմոռանանք, որ 1.600.000-ից բացի մենք ունենք էլի նորից 1 միլիոն այդքան բնակիչ, որոնց դեղապահովման ծրագրի շրջանակներում դեղերի ապահովման խնդիր կա եւ այդ շրջանակներում դեղերի ապահովման ծրագրի 0 ֆինանսական ներդրման մասին է խոսքը եւ ես ուզում էի հասկանալ արդյոք նախարարությունը տեղեկացված է ինչ միջոցների հաշվին է լրացվելու այդ բացը թե ուղղակի իրենք չգիտեն եթե իրենք չգիտեն ես գրավոր պատասխան կտամ որ ավելի տեղեկացված մարդիկ ինձ գրավոր պատասխան են շնորհակալ Ես էլ օգտվելով արձագանքի հնարավորությունից ասեմ որ դեղ ապահովումը առողջության ապահովագրման համակարգից դուրս մնացած մարդկանց համար նույն կերպ շարունակվում է առողջապահության նախարարության աշխատակիցը եւս ասած դե եթե կոնկրետ վստահ կարող ենք լինել որ որևէ տարբերակով եւ ապահովագրությունից դուրս մնացած մարդկանց որոնք պետպատվերի շահառու են պետպատվերը շարունակվում է դեղ ապահովումը շարունակվում է բայց ես հենց դա էի նկատի ունեի եւ չկարողացա հավանաբար միտքս լավ ձևակերպել առողջության ապահովագրության ներդրման հետ կապված դեղերի ծավալի մեծացման, պետության հաշվին մարդկանց դեղեր տրամադրելու այդ ծավալի մեծացման հաշվին անընդհատ վերանայումներ են լինում, որպեսզի որևէ բան չփոխվի, եւ այս իմաստով ես վստահ եմ, որ առողջապահության նախարարությունը շուտով արդեն այդ ձեր ասած 0-ի փոխարեն այո կհստակեցնի եւ կզետեղի հստակ բյուջեն, բայց կարծում եմ, որ դուք որպես падգամավոր այդ իրավունքը ունեք գրավոր հարցում ներկայացնելու Ուղղակի հիմա մենք մենք հիմա քննարկում ենք հեռուստադիտողի համար եւ մեր քաղաքացիների համար, որոնց մոտ գուցե ինչ որ հարցեր առաջանան, շնորհակալություն։ Այո, 100 միլիոն դրամի մասով եմ ուզում աուդիտը ասել, այդ 100 միլիոն դրամը երբ որ կենտրոնացված կարգով նախարարության կողմից բյուջեից դուրս է եկել, դա հակառուցքային դեղերի մասով են եղել, այսինքն նախարարությունը ձեռք է բերում շուրջ 100 միլիոն դրամի հակառուցքային դեղեր եւ տալիս է արյունաբանական կենտրոնին դեղապահովումը իրականացնելու համար, քանի որ ապահովության շրջանակներում արդեն բյուջեն ավելացել է մի քանի անգամ, նախկինում ենք տրամադրում ենք 15 անվանում դեղերի համար այդ բյուջեն նախատեսված է, հիմա տրամադրում ենք շուրջ 200 առևտրային անվանով կամ 60 ջեներիկ անունով դեղեր եւ այդ գումարը տրամադրվել է բժշկական հաստատությանը դեղապահովման ծրագիրն էլ ավելի ավելացել է ֆինանսավորումը ավելի մեծացել է եւ ծավալը եւ տեսականին մեծացել է դրա համար է հանվել է գնացել է այդ թե չէ կենտրոնացված կարգովից եմ ես միայն խոսում նախարարության կողմից ձեռքբերել որևիցե պակասեցում չի եղել այլ մի քանի անգամ ավելացում եւ տեսականի եւ գումարի մասով Ես ստիպված եմ ձեզ էլ արձագանքել լսեք կա բյուջե, որը հաստատվել է 26 թվականի ծախսերի համար։ 26 թվականի ծախսերի համար նախատեսված է որոշակի X գումար առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում եւ որոշակի Y գումար այս ծրագրից դուրս այլ ծախսերի համար։ Հիմա երբ որ բերվել է եւ բյուջեն հաստատվել է ազգային ժողովում, հստակ գրված է դեղ ապահովման ծրագիր 100 միլիոն 3-ից 4-րդ եռամսյակներում։ Խոսքը դրա մասին է։ Եթե այդ 100 միլիոնը նախատեսված էր միայն ուռուցքաբանության այդ ոլորտի ծախսերի համար դեղերի ձեռքբերման համար ուրեմն այստեղ գրել ի սկզբանե սխալ էր եթե նա առողջության ապահովության շրջանակներում պետք է արդեն նախատեսված լիներ հասկանում եք ես հարց եմ տալիս ունենք մենք նախատեսված ինչ որ հնարավորություն, ինչ որ ուղղություն, ինչ որ արդեն մտածված քայլ, որով մենք լրացնելու ենք բյուջեի այս զրոն։ Խոսքը դրա մասին։ Եթե տեղյակ չեք, խնդրում եմ մի իզուր տեղը այդպես ես նամակ հարցը հասկացանք երևի գրավոր դիմելը ամենաօպտիմալ տարբերակը կլինի, որպեսզի պատասխաննել ավելի հստակ ձևակերպվի, ասենց մոտավորապես ինչ որ չթողնենք, էլի հարցի պատասխաննել անորոշ